Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Թովմասյան, վերջերս Հայաստանում լրագրության ազատության մասին նոր զեկույց է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նոր զեկույց է հրապարակվել, որտեղ Հայաստանը առաջընթաց է գրանցել, բայց այդ առաջընթացը մեր կարծիքով կարող էր ավելի մեծ լինել, ինչը եւ երևում է զեկույցից, բայց այնտեղ մատնանշվում է մի դեպք, երբ Ազգային ժողովի Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը ֆիզիկական բռնություններ գործադրել լրագրողի նկատմամբ հարվածելով նրան Ազգային ժողովի շենքում։ Հարց եմ ձեզ տալիս, այդ օգնականը падգամավորի դեռ աշխատում է Ազգային ժողովում, ու արդյոք դուք որպես Ազգային ժողովի падգամավոր ձեր գործընկերներին դիմել եք այդ հարցով, որ արդյոք այդ օգնականը պետք է շարունակի աշխատել։ Դա մեկ հարց, եւ երկրորդ ասեցիք Բագրատ Գալստանյանի կամ չգիտեմ ինչ էր անունը, ասածը այլ կոնտեքստում էր, որ խնդրեմ կմեջբերեք Բագրատ Գալստանյանի ասածը, հասկանանք այդ ինչ կոնտեքստում էր, որ մի հատ էլ ուրիշը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իհարկե պարոն Ալեքսանյան, կզարմանայի, որ դուք ես հարցը չտայիք։ Ամեն դեպքում ես ուզում եմ արձանագրել, որ մենք քննում ենք Անդրանիկ Քոչարյանին վերաբերվող էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, իսկ Լևոն Քոչարյանի օգնականի հարցը այստեղ վերաբերելի չէ։ Բայց ինչ վերաբերում է երևույթին, ես երևույթի մասով տվել եմ իմ գնահատականը դեռ այդ օրերին։ Երկրորդ, Հայաստանի իրավապահ համակարգը աշխատել է գերօպերատիվ այդ դեպքով, անմիջապես կատարողին մեկուսացրել են, կալանավորել են, դրանից հետո իրավական գործընթացը լայն թափով տեղի է ունեցել եւ բացարձակապես այս եզրույթները միմյանց հետ համեմատելի չեն։ Մենք խոսում ենք падգամավորի վարքագծի մասին եւ կարծում եմ, որ դուք այս տարբերությունը շատ լավ հասկանում եք եւ Ազգային ժողովի падգամավորը իրավունք չունի որևէ լրագրողի նկատմամբ ցուցաբերի խտրական վերաբերմունք, այնպես ինչպես որևէ քաղաքացի որևէ մեկը իրավունք չունի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, առավել եւս բռնության մասին խոսելը։ Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի խոսքերը մեջ բերելուն, ես կարծում եմ, որ ես չէ, որ պիտի ձեզ համար կրկնեմ այդ խոսքերը, դուք կարող եք YouTube-ը հետ տալ եւ YouTube-ով լսել ինչ է ասել եւ ինչ կոնտեքստում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Թովմասյան, բախնդիրն էլ հենց այդ է, որ քննարկում եք այս հարցը, բայց չեք քննարկում այն հարցը։ Հիմա ուղիղ փաստ կա, падգամավորի օգնականը, հա, падգամավոր չի, ընդունում եմ կարգավիճակների տարբերությունը, բայց падգամավորի օգնականը լրագրողը ծեծել։ Դրա հետ կապված ոչ մեկը ոչ մի բան չեք ասել։ Ասում եք մենակ հիմա։ Ես դուք լսեցիք, որ ասեցի դատապարտել եմ։ Չէ, խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ոչ մի բան չեք ասել։ Այդ падգամավորի Տիկին Թովմասյան թողեք ավարտեմ։ Թույլ տվեք թող ավարտի падգամավորը, հետո դուք կունենաք վերականգնեք էլի խնդրում։ Հետո դուք կունենաք արձագանքի հնարավորություն։ Համեցեք ավարտեք հարցը։ Շնորհակալություն։ Տիկին Թովմասյան, ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել։ Մեջ եք բերում Անդրանիկ Քոչարյանի ասածը, որ դուք լրագրող չեք, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում։ Նույնական, տառացիորեն նույնական արտահայտություններ արել են Հայաստան խմբակցության падգամավորները։ Եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, Գեգամ Մանուկյանը կամ Աղվան Վարդանյանը ի պատասխան Civic AM-ի լրագրողների հարցերին։ Բախի էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել։ Նույնական, տառացիորեն նույնական, դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին։ Ինչի էթիկայի ժողով չեք ստեղծել ու ողջունում եմ այն փաստը, որ չկրկնեցիք ձեր կողմից նշված մարդու խոսքերը, որպես այդպեսին, որտեղ կարծում եմ դուք էլ հասկացաք, որ կրկնելու բան չէր։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, եւս մեկ անգամ ասում եմ, լրագրողի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է, անընդունելի է նաեւ եղել Լևոն Քոչարյանի օգնականի վարքը, որի մասով ես տվել եմ իմ գնահատականը եւ շատ իմ գործընկերներ տվել են իրենց գնահատականը եւ նաեւ հատուկ ընդգծում եմ, որ ի տարբերություն մյուս բոլոր դեպքերի այդ դեպքով իրավապահները գործել են խիստ օպերատիվ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Սարգիս Հովհաննիսյանը փողոցում ծեծեց Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը, ՊՊՑ ծառայության ղեկավարը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, բայց որևէ գործ չի հարուցվել։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ Ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք թերած
այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լռեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանի։ Տիկին Թովմասյան, կարող եք հետևել իմ հրահանգներին։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ, դադարեցրեք քննարկումը։ Տիկին Թովմասյան, խնդրում եմ պատգամավորների հասցեին խոսելիս որակումներ, ձևակերպումներ վիրավորական չհնչեցնել եւ խոսել ըստ էության, ոչ թե վիրավորանքներով։